Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիահաբ։ Այսօր եռաբլուրում լռության ու խոր ցավի մթնոլորտում հանդիպեցին հիշողությունն ու փոքրիկ ուրախությունը։ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 2 տասնյակ ընտանիք, 65 երեխա, Ամանորին ընդառաջ ստացավ դրամական աջակցություն և նվերներ։ Միջոցառումը նախաձեռնվել է Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես Քահանա Հովհաննիսյանի կողմից։ Նախաձեռնությանը աջակցել են Հայրենիք կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանը, Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, Աննա Աստվածատուրյանը, հիմնադրամը և այլ բարերարներ։ Այսպիսի մի նախաձեռնություն է, որ տեսնելով զոհվածների կանանց երեխաներին, որ գալիս են եռաբլուր, ծաղիկներ են խոնարհում իրենց ծնողներին, Արցախից տեղահանված զոհվածների, վիրավորների, չքավորների ընտանիքներին օգնեն, որպեսզի նրանք էլ կարողանան գեղեցիկ ձևով նոր տարին և Սուրբ Ծնունդը նշեն։ Միջոցառումը մեկնարկվեց տերունական աղոթքով, որին հաջորդեց Արցախի կանչ հուշակոթողի մոտ ծաղիկների խոնարհումը, ի հիշատակ Արցախում զոհված մեր նահատակների։ Դու էլ դառած կռված ծաղիկ, իմ բալիկն ես, այ Ղարաբաղ։ Մեղրը տոտար մեղվին տվող, իմ ծաղիկն ես, հայ Ղարաբաղ։ Հայաստանից քեզ բողոքը, Հայաստանի եղբայրը չէ։ Երկուսիս մեջ դու են մոլոր, իմ ծաղիկն ես, այ Ղարաբաղ։ Քանի բաժան-դաժան տարի հայ բերանին ախ ես դառել, փոխել հայոց անունը Արցախ։ Ծաղիկների խոնարհումից հետո զոհվածների ծնողներն ու երեխաները ստացան իրենց համար նախօրոք պատրաստված նվերներն ու դրամական աջակցությունը։ Շատ շնորհակալ ենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են, մեր բալիկների կողքին են, քանի որ մեր բալիկները կորցրել են ամենաթանկը, իրենց ծնողներին, հայրենիքը, թող գալիք նոր տարին տա Աստված, որ խաղաղություն բերի մեր ամբողջ աշխարհին ու նաև վերադարձ լինի, մեր բալիկները ապրեն իրենց պահած, պապաների պահած հայրենիքում, Արցախում, վերադարձ լինի Արցախ։ Տեր Հովհաննեսի խոսքով նախաձեռնությունն իրականացվում է արդեն 3-րդ տարին անընդմեջ և յուրաքանչյուր տարի նվերներ ստացող երեխաների թիվն ավելանում է։ Բարերարների աջակցությամբ այս տարի էլ զոհված զինծառայողների երեխաները Ամանորին ընդառաջ ժպտալու ևս մեկ առիթ ունեցան։ Արցախի կորուստին զուգահեռ շատ ու շատ ընտանիքներ Հայաստան են վերադարձել մարդկային կորուստներով և նման ընտանիքներում ամբողջ հոգսը, ծանրությունը ծանրացել է կանանց ուսերին և բարեբախտաբար գտնվել են մարդիկ, որ Ամանորյա Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ նաև դրամական պարգևներ ու նվերներ են հանձնում այդպիսի ընտանիքներին և այդ ընտանիքներն էլ շնորհակալությամբ ու սիրով են ընդունում նվերները։ Իսկ օրն ամփոփվեց ջերմ ու հոգատար մթնոլորտում, փոքրիկ հյուրասիրությամբ։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ եղեցի անուն քո, եկեցի արքայություն քո, եղեցին կամ քո, որպես հերգինս և հերգրի։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրով ձեր Մեդիահաբ։